Բարի երեկո, Ազատության լրատվական կենտրոնը սկսում է աշխատանքը, օրվա թեմաներն են։ Սերժ Սարգսյանը այսօր վիժեցրեց Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը։ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հերթական նախաձեռնությունը տապալվեց։ Սերժ Սարգսյանի թիմակիցները հրաժարվում են ստորագրել Էդմոն Մարուքյանի թեկնածության համար։ Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը վաղ թե ուշ ընդունելու է խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայմանները։ Ռուսաստանի արտգործնախարարին Երևանում սպասել են Պուտին մարդասպան պաստառներով։ Մենք առհասարակ դեմ ենք, որ Լավրովը այցելի Հայաստան, մենք առհասարակ դեմ ենք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև այսօր շարունակվեն այսպես կոչված դաշնակցային հարաբերություններ։ Ինչու է վարչապետի կինը դատի տալու փոխարեն վիրավորանքներով հակադարձում իրեն քննադատողներին ու վիրավորողներին։ Կաշառքի մեղադրանքով ձերբակալություններ Երևանի քաղաքապետարանում եւ քաղաքաշինական ու հակահրդեհային տեսչական մարմնում։ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցին հաջորդելու են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները հրադադարի ու խաղաղության պայմանագրի շուրջ։ Նախիրավիճակը սահմանին, որ երկրորդ ամիսն է անկայուն է, ինչ Երևանն ու Բաքուն հայտնել են, որ խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ համաձայնեցված է, Ադրբեջանը պարբերական կրակի տակ է պահում Սյունիքի գյուղերը, երբեմն թիրախավորվում են նաև Տավուշի բնակավայրերը։ Մի քանի անգամ փամփուշտները տներին են հասել։ Ժողովուրդներ են գնում արդեն անասունները տեղավորելու, հանելու ժամանակ կրակում են։ 3 երկար ա եղել, այսօր կարճ ա եղել, 3 րոպե, 4 րոպե, այսօր օրինակ 2 րոպե էր։ Վախը կա, բայց դե ինչ արած, մեր գործն անենք, մեր գործը անում ենք, դուրս գանք ուր գնանք։ Մարտի 20-ից մինչև հիմա ամեն օր կրակում են։ Դե միշտ 10-20-ը սկսել չեն խախտել, բայց այս մի 2 օրը 10-ին էլ ա լինում, 11:20, առավոտվա 5:30 չի եղել, ընթացքում 5:30 էլ ա լուսադեմին էլ ա լինում։ Միսա կրակոցները չի վերջանում։ Փամփուշտներ գյուղի մեջ լինում ա, մարդիկ փամփուշտներ են հավաքում։ Մի շաբաթ առաջ հենց թիրախը տանիքներն աղել, տանիքներին էին թխում։ Այս մի 3 օրը, որ մի քիչ հանգստացել ա։ Մինչ այդ Իլհամ Ալիևը կրկին պնդում է խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայմանները, փոխել Հայաստանի սահմանադրությունը եւ լուծարել Մինսկի խումբը։ Բուդապեշտում Հունգարիայի վարչապետի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահն ասել է, որ թեև հայկական կողմը դեռ չի ցանկանում ընդունել այս պայմանները, բայց վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ վաղ թե ուշ ստիպված կլինեն համաձայնվել։ Երևանից առայժմ չեն արձագանքել։ Այլ թեմաներ, Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու հերթական փորձը տապալվեց, այս անգամ նաև վարչապետի թեկնածու կար, բայց Էդմոն Մարուքյանն ընդամենը մի քանի ժամ մնաց այդ կարգավիճակում, բանը չի հասնի ազգային ժողովի, նույնիսկ հանձնաժողովի նիստին։ Պատմությանը շտապեց վերջ դնել Սերժ Սարգսյանի պատիվ ունեմ խմբակցությունը։ Սա շատ գեղեցիկ հեռանկար էր, որ մենք չունեցանք։ Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելու Հովիկ Աղազարյանի գեղեցիկ հեռանկարը ձախողվեց։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմը Էդմոն Մարուքյանին անվանեց Նիկոլ Փաշինյան 2 եւ մերժեց ոչ միայն սատարել նրա թեկնածությանը, այլև մերժեց անգամ հանդիպել Մարուքյանին։ Ընդդիմադիր խմբակցությունը, որ ավելի վաղ հայտարարել էր առանց նախապայմանների վարչապետի թեկնածուի հարցը քննարկելու եւ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու պատրաստակամության մասին, պնդում է. Էդմոն Մարուքյանը իր քաղաքական հետագծով ոչինչով չի տարբերվում գործող կառավարիչներից եւ նույնչափ կրում է երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։ Էդմոն Մարուքյանը շուրջ 2 տարի 2022-ից 2024 թվականը Փաշինյանի կառավարությունում զբաղեցրել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ Պատիվ ունեմ խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյան 2-ով փոխարինելու գործընթացին։ Հետևաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում։ Սերժ Սարգսյանը այսօր վիժեցրեց Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, մի րոպե Սերժ Սարգսյանը 8 րոպե առաջ վիժեցրեց։ 8 րոպե առաջ
Սերժ Սարգսյանը վիժեցրեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Լուսավոր Հայաստանի առաջնորդ Էդմոն Մարուքյանի պատասխանը չուշացավ, նա Սերժ Սարգսյանին մեղադրեց թալանի մեջ, հիշեցրեց նրա իշխանության օրոք հավի բդի ու բանանի մոնոպոլիաները, ինչպես նաև 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Այսինքն Էդմոն Մարուքյանն է ատոմակայանը թալանել։ Եկեք ատոմակայանը թալանվել է Սերժ Սարգսյանի օրոք։ Ասենք Էդմոն Մարուքյանն է հոկտեմբերի 27-ի ժամանակ մինիստր եղել։ Էդմոն Մարուքյանն է Լավրովի պլանը մերժել, հետո ապիլյան պատերազմի հասցրել երկիրը։ Այս ինչ եք ուզում ում մեղադրեք։ Ընդդիմադիր ամենամեծ Հայաստան խմբակցության առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ նախորդին էր իմպիչմենտի թեման փակել, ասելով, որ իրեն այս պատմությունը հետաքրքիր չէ եւ 0% հավանականությամբ գործընթացում չեն ներգրավի։ Կարող մարդ կա, ում համար օրինակ 48 ժամ լիներ վարչապետի տեխնացու, դա կյանքի երազանք։ Քոչարյանն այսօր ասում է բան եմ անում, ասում է 48 ժամվա շոու է, ինչ է, բանը 48 ժամվա շոուին չենք միանում։ Իրանք հասկանում են, որ պրոցեսը կարող տեղ հասնի, ու իրանք չդառնան այդ վարչապետը։ Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը իրեն տարբեր պատճառաբանություններով մերժող երկրորդ եւ երրորդ նախագահներին Վանաձորյան հատուկ ֆոլկլորով է պատասխանում։ Մեր թարամասում ցարկուտում ենք ասում ենք տինտիրիտներ մի արեք։ ԿՊ-ից հեռացված падգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հենց Լուսավոր Հայաստանի նախագահով էին առաջարկում փոխարինել Հայաստանն արդեն 7 տարի ղեկավարող Նիկոլ Փաշինյանին։ Հովիկ Աղազարյանը համոզված է, եթե ընդդիմադիր ուժերը սատարեին իրենց տեխնացուին եւ իմպիչմենտի գործընթացը հաջողությամբ ավարտվեր, ապա կկատարվեր ընդդիմության անցած 4 տարիների երազանքը։ Մինչև 2026-ի ընտրությունները կունենային ոչ իշխանական վարչապետ եւ կապահովեին ազատ ու արդար ընտրությունների անցկացումը։ Տեխնիկական գիտությունների տեխնացու Հովիկ Աղազարյանն իր այս առաջարկը հանճարեղ քայլ է որակում։ Տեխնիկական գիտությունների տեխնացու եմ, մաթեմատիկայի շատ լավ։ Երբ որ գումարեցի, տեսա 34 է անում։ 34-ին գումարում ես 36, անում է 34-ին գումարում ես 2, անում է 36։ Էդի մաթեմատիկական գիտելիքները հնարավորություն տվեց քաղաքագիտական հանճարեղ քայլ անելու։ Օրենքի համաձայն, սակայն, միայն ընդդիմադիր խմբակցությունների եւ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի 36 ձայները բավարար չեն։ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար առնվազն 54 падգամավորի կողմ քվեարկություն է անհրաժեշտ։ Արդյոք 18 իշխանական падգամավոր կմիանա Փաշինյանի իմպիչմենտին։ Մաթեմատիկական այս մի հաշվարկը Աղազարյանին չի ընկճում։ Հավանականությունը հաստատ 0 չի։ Ինչու նախկին ԿՊ-ականներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կանգ առան հենց Էդմոն Մարուքյանի տեխնացության վրա։ Արդյոք հաշվի չէին առել, որ ընդդիմադիր падգամավորները չեն սատարի Նիկոլ Փաշինյանի նախկին դեսպանին։ Աղազարյանն այս հարցին այդպես էլ չպատասխանեց, միայն ասաց, թե ունեցել են վարչապետի 7 տեխնացու, որոնցից մեկն էլ ինքն է եղել։ Աղազարյանը թեև իր շանսերն ամենաբարձրն է գնահատում, բայց չառաջադրվելու իր ձևակերպումն ուներ։ Իմ շանսերը ամենաբարձր է, Արեգ ջան, բայց ես տղա չեմ ապել։ Ես տղա չեմ, ուրիշ դեպի տղա եմ։ Նիկոլ Փաշինյանին Էդմոն Մարուքյանով փոխելու Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի առաջարկը քննադատության ենթարկվեց ոչ միայն ընդդիմադիրների, այլև իշխանության կողմից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 3 անգամ հեգնել էր։ Աղազարյանի եւ Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին ծնեց որպես քաղաքական գործիչ։ Հովիկ Աղազարյանն այսօր արձագանքեց Սիմոնյանին, նրան Նիկոլ Փաշինյանից ավելի շատ Նիկոլ անվանելով։ Նիկոլին հավասար է 1 Նիկոլի, բայց Ալեն Սիմոնյան հավասար է 2.73 Նիկոլի։ Չնայած իրենց նախաձեռնության ձախողմանը, Հովիկ Աղազարյանը նշում է, որ այս գործընթացը չեն դադարեցնում, այն թողնում են բաց եւ մինչեւ 2026-ի խորհրդարանական ընտրությունները որևէ ճակատագրական պահի ընդդիմադիր գործընկերները գուցե եւ վերանայեն ու միանան իրենց նախաձեռնությանը։ Ամեն դեպքում Էդմոն Մարուքյանի տեխնացությունը չեն փոխելու, իսկ ընդդիմադիր երկու խմբակցությունների վարչապետի այլ տեխնացու էլ չեն սատարի, թեկուզ եւ եթե նրանք առաջարկած լինեին էլի Էդմոն Մարուքյանին։ Քիչ անց Երևան է ժամանելու Սերգեյ Լավրովը։ Արցախի կորստից հետո հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին Ռուսաստանի արտգործնախարարն առաջին անգամ է գալիս Հայաստան։ Վարչապետի, նախագահի եւ արտգործնախարարի հետ բանակցությունները վաղն են, ռուս բարձրաստիճան պաշտոնյայի այցին ընդառաջ բողոքի ակցիաներ են անցկացվել։ Ռուսաստանի
գործող իշխանություններին համարում ենք մարդասպան եւ մարդատյաց, որոնք անխնա եւ եղերական պատերազմ են վարում իրենց հավատակից եւ եղբայր ժողովրդի Ուկրաինայի նկատմամբ։ Այս այցը մեզ համար չափազանց կարեւոր է, որովհետեւ տեղի է ունենում Արցախի կորստից հետո առաջին անգամ այսպես կոչված ռազմավարական դաշնակից երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ժամանում է Հայաստան եւ ես կարծում եմ, որ այս ակցիաները մեր կուսակցության կողմից առնվազն հիշեցում են, որ մենք որևէ կերպ չենք մոռացել Ռուսաստանի դերակատարությունը թե Հայաստանի տարածքի ուղղությամբ ոտնձգություններին ադրբեջանական եւ թե Ղարաբաղի հիմնարար կորստի գործում Ռուսաստանի ունեցած անմիջական մասնակցության եւ դերակատարության հարցում։ Մենք առհասարակ դեմ ենք, որ Լավրովը այցելի Հայաստան, մենք առհասարակ դեմ ենք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև այսօր շարունակվեն այսպես կոչված դաշնակցային հարաբերություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան խուզարկություններ է իրականացրել քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են կառույցի գլխավոր մասնագետը եւ բաժանմունքի նախկին պետը։ Այսօր նաեւ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն հերթական բացահայտման մասին է հաղորդվել։ Խուզարկություններից հետո կաշառք ստանալու մեղադրանքով իրավապահները ձերբակալել են 2 պաշտոնյայի, նրանք հասարակական կարգի պահպանության ծառայությունից են։ Այս տարվա առաջին 5 ամիսներին քաղաքապետարանի եւ դրա ենթակա կառույցների արդեն 1 տասնյակ պաշտոնյա է ձերբակալվել կաշառքի գործերով։ Երևանի քաղաքապետարանում լուսնից չեն իջում մարդիկ, Հայաստանի Հանրապետությունից են, 15,000-ից 20,000-ից ավել մարդ ունենք բոլոր տեղերով, որևէ մեկին քաղաքացիական պայմանագիրը կամ մեր իշխանությունը չի թաքցնում, կոռուպցիա չի խրախուսում եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ կոռուպցիայի գործով են զբաղվում կամ ինչ-որ գործողություններ, իրանք պատժվում են։ Հիմա ես չգիտեմ, ինչ պաշտոն են այդ մարդիկ։ Օրինակ չգիտեմ, առաջատար մասնագետ են, գլխավոր մասնագետ են եւ այլն, հա, ես կարծում եմ հարգելիս, ես իմ ավականոնիստով եմ զբաղված եւ ելի եմ ասում, ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով։ Ես կարծում եմ, որ դուք պետք է հետաքրքրվեք նախ եւ առաջ որպես լրագրող, հետաքրքրվեք հավանաբար այդ հոդվածը կգրկվի, էլի։ Եկեք մարդկանց այդ անմեղության կանխավարկածը չխախտենք, բայց եթե վերջում կպարզվի, որ այո, որոշ ինչ որ կոռուպցիոն գործարքի մեջ են եղել, ես դատապարտում եմ եւ եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին։ Երևանի քաղաքապետարանում կլինի, այլ կառույցներում կլինի, մասնավորներ կլինեն, որ կգան ինչ-որ մեր աշխատակցին կասեն, այս 5,000 դրամը վերցրա գնախնդրում, հենց հրա դիմումը շուտ լինի։ Նույնիսկ այդ մարդկանց եմ հորդորում, լրագրողներին, բոլորին։ Չանեն նման բաներ։ Վերահսկողության բացակայության մասին է։ Իհարկե, մենք ունենք վերահսկողական վարչություն եւ առհասարակ պետք է ներքին վերահսկողությունը ուժեղ լինի։ Մենք տեսնում ենք, որ ներքին վերահսկողությունը թերանում է, դրա համար արդեն արտաքին վերահսկողության տակ են ընկնում։ Կարծում եմ, այո, այստեղ թերացում կա, հենց չէ որ նշանակումները թիմը ձևավորող ամեն դեպքում քաղաքական պատասխանատուների հարց է։ Այնպես որ կարծում եմ, այո, եթե գործ ունենք հաճախակի կոռուպցիոն դեպքերի հետ, դա հենց ահազանգ է, որ կառավարող ուժը չի կարողանում վերահսկել պատշաճ։ Ամեն մի նման դեպք Երևանի համար կարող է նշանակել մի սխալ կառուցվածք շենք, օրինակ, հա, եւ այլն, այսինքն քաղաքացիների կյանքի վրա կարող է ազդել ցանկացած նման կոռուպցիոն դրսևորում Երևանի քաղաքապետարանում։ Քաղաքային իշխանությունները մտադիր են տուգանել տրանսպորտի համար չվճարող ուղևորներին։ Անցած ամիսների վիճակագրությունը վկայում է, որ թանկացումից հետո մետրոյից, ավտոբուսից եւ թրոլեյբուսից օգտվողների առնվազն 20%-ը տոմս չի գնել։ Շատերը չեն էլ թաքցնում, ասում են լավորից չէ, որ չեն հաշտվում նոր սակագներին։ Այսօր մենք արձանագրեցինք, որ այնուամենայնիվ որոշակի թերհավաքագրում ունենք հանրային տրանսպորտի ոլորտում։ Երևանյան տրանսպորտի ուղևորձը 50%-ով թանկացնելուց 4 ամիս անց քաղաքային իշխանությունները խոստովանում են, պլանավորածից քիչ գումար է հավաքվում։ Թվեր են հնչում, տարվա առաջին 4 ամիսների համար նախատեսվածից մոտ $6 միլիոն պակաս է փոխանցվել քաղաքային բյուջե։ Նախորդին անձամբ քաղաքապետը հայտարարեց, թանկացումը բոյկոտելու ընդդիմության կոչերն ազդել են քաղաքի եկամուտների վրա։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրապարակած թվերը ենթադրում են, որ այժմ տրանսպորտից օգտվողների մոտ 20-ից 25%-ը չի վճարում։ Բոլոր այն
կոչերը, որոնք որ միտված էին նրան, որ Երևանի քաղաքապետարանի եկամուտները նվազեցվեն, մասնավորապես տրանսպորտի ոլորտում։ Սիրելիներս, դրանք ազդելու են հենց տրանսպորտի ոլորտի վրա։ Ամիսներ շարունակ հատկապես տարեց երևանցիները դժգոհում են տրանսպորտի այսչափ թանկացումը մեծ բեռ է իրենց համար։ Եթե ավտոբուսների վճարը 50 դրամով է ավելացել, տրոլեյբուսների դեպքում թանկացումը եռակի է 50-ից 150 դրամ։ Թերակատարումների պատճառը գուցե հենց սա է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը երևանցիների ավելացած ֆինանսական բեռի ու սոցիալական խնդիրների մասին որևէ բառ չասաց, չվճարողներին էլ անպատասխանատու անվանեց։ Դա անպատասխանատվություն է քաղաքապետարանի նկատմամբ, սեփական քաղաքի, սեփական քաղաքում ունեցած հանրային տրանսպորտի նկատմամբ։ Տրանսպորտային բարեփոխումների գլխավոր ճարտարապետ Սուրեն Գրիգորյանն էլ այսօր թերակատարումների պատճառների մասին խոսելիս քաղաքացիների սոցիալական դրությանը չանդրադարձավ ու կրկնեց իր անմիջական ղեկավարի մեկնաբանությունը։ Դա ուղղակի անպատասխանատվություն է, դա ուղղակի առիթից օգտվել է, կներեք այս արտահայտությունից համար, որ մարդիկ գիտեն, որ դեռևս արկա չի որևիցե պատժողական վարչական իրավախախտման տեսանկյունից իհարկե մեխանիզմ եւ կներեք այս արտահայտությունից համար առիթից օգտվում են, չեն վճարում։ Քաղաքային իշխանությունները հայտարարում են, չվճարողները պետք է տուգանվեն։ Անցած ամիսներին օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակեցին, խորհրդարան բերեցին, այն ընդգրկված էր ազգային ժողովի նիստերի օրակարգում, բայց այդպես էլ չքննարկվեց։ Կառավարությունից պարզաբանեցին, դրա մշակման կարիք կա։ Դիմելով Սուրեն Գրիգորյանին քաղաքապետը խնդրեց արագացնել։ Ազգային ժողովի մեր գործընկերների հետ, պարոն Գրիգորյան, խնդրում եմ ինտենսիվ աշխատել եւ նրանց խնդրել, որ մաքսիմալ ամենաարագ ընթացակարգով բոլոր օրենքներում փոփոխությունները տեղի ունենան։ Քաղաքապետարանն առաջարկում է տրանսպորտի համար չվճարող քաղաքացիներին տուգանել 10,000 դրամով, իսկ եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլանց երթևեկի, տուգանքի չափն էլ ավելի մեծ կլինի՝ 15,000 դրամ։ Ներկայացված նախագծով ուղևորները պարտավոր կլինեն ավտոբուս բարձրանալուց անմիջապես հետո առավելագույնը 1 րոպեում վավերացնել իրենց տոմսը, մի բան, ինչը հենց հիմա հատկապես պիկ ժամերին շատ դեպքերում պարզապես անհնար է։ Ուղևորցի բարձրացմամբ առայժմ չի լուծվել տրանսպորտի ծանրաբեռնվածության հարցը։ Անցած շաբաթ մենք ունեցել ենք աշխատանքային քննարկում ազգային ժողովի գործընկերների հետ, որոնք որոշ հիմնավոր դիտարկումներ են անում, որոշ դիտարկումներ, որոնց հետ մենք համաձայն չենք, այսինքն այդ նախագիծը, ինչպես եւ բոլոր ազգային ժողովի նախագծերը, պատշաճ քննարկվում է եւ կարծում եմ, որ բոլոր մտահոգությունների փարատումից հետո կընդունվի վերջ ազգային ժողովի կողմից։ Փոխքաղաքապետը չի բացառում նախագիծը կարող է փոփոխվել։ Տուգանքները կմեղմացվեն, թե տուգանելու մեխանիզմը կվերանայվի։ Այս պահին հստակություն չկա։ Լրատվական կենտրոնն է ուղիղ եթերում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ հաղորդման երկրորդ հատվածում դիտեք։ Ինչու է վարչապետի կինը դատի տալու փոխարեն վիրավորանքներով հակադարձում իրեն քննադատողներին ու վիրավորողներին։ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցին հաջորդելու են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները հրադադարի ու խաղաղության պայմանագրի շուրջ։ Մղջանում սկանդալային պատմությունից օրեր անց դպրոցի տնօրենը հրաժարական է տվել։ Քննչական կոմիտեն մինչև օրս չի հերքել տեղեկությունը, որ դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ 4 ամիս շարունակ հետապնդել են 4-րդ դասարանի 2 երեխաների, ստիպելով նրանց շուրթերին թմրանյութի նմանվող փոշի քսել ու փորձել կախվածություն առաջացնել եւ պահանջել տանից գումար բերել։ Իրավապահները միայն հայտնում են, որ գործով 4 մեղադրյալ կա, 2-ը տնային կալանքում են, մյուս 2-ը վարչական հսկողության տակ։ Մի քանի օր է Աննա Հակոբյանը վիրավորանքներով հակադարձում է իրեն քննադատող վիրավորողներին։ Զրպարտության եւ վիրավորանքի հայցերով դատարան դիմելու փոխարեն վարչապետի կինը որոշել է սոցցանցերում անձամբ հաշիվներ պարզել ընդդիմախոսների հետ։ Առաջին տիկնոջ բառապաշարը քննադատության է արժանանում հատկապես, որ նա ինքն է կրթվելու արշավ առաջնորդում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկինը վերջին 3 օրում 13 սոցցանցային գրառում է արել, որոնցում մարդկանց անվանում է էշ, ոչիլ, ինտելեկտուալ ղզիկներ, անդաստիարակ, ամենահաճախ հանդիպող բառը տխմարն է, իսկ մի քաղաքացու բաժին է հասել որակումների ամենամեծ շղթան՝ հեռավոր գեղում ծվարած տխմար, անգրագետ, ապուշ, անուղեղ։ Ինչ է տեղի ունենում այս բառապաշարի ընդմիջումներին առաջին տիկինը հիմնավորում է։
Ես շարունակում եմ առաջարկել եւ հուսալ, որ մեր հանրային խոսքի որակը կփոխվի, մակարդակը հատակից կբարձրանա։ Քանի դեռ այս առաջարկը ծաղրի ու հայոյանքի է արժանանում, պատասխանը կլինի համարժեք։ Կրթությունը նորաձև է արշավի գլխավոր գաղափարախոսը դեռ 20 օր առաջ գրում էր. մոտ 50 չարացած ու ագրեսիվ հայրենակից կա, որ տգիտության պատիվն են բարձր պահում, ասում ինչ փչում է խելքներին, իսկ հազարավորներ աջակցում են իր գաղափարին, ուրեմն Մենք մնացած բոլորս պետք է կրթվենք ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հմուտ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի բարեկեցիկ եւ ավելի երջանիկ դառնալու համար։ Ինչու է առաջին տիկինն ավելի բարի լինելու հորդորը մի կողմ դրել ու անցել համարժեք պատասխանի։ Մի քանի օր է համացանցը քննարկում ու ավելի է զարկ տալիս ատելության խոսքին, վիրավորանքների հեղեղին։ Աննա Հակոբյանի ոչիլի ստատուսը, որ շուրջ 900 լայք ու սրտիկ է հավաքել նրա էջում, 20-ից ավելի բորբոքված ու այսպես ասենք համարժեք վիրավորանքներով ուղեկցված գրառումների պատճառ է դարձել։ Մի հոդվածագիր վերնագրում հարցրել է. հիմա մենք քո ասած տխմարն ենք, թե մարդուդ ասած համբալը։ Երկուսը չէր երկարացրել առաջին տիկինը։ Եթե ես դες վիրավորում եմ, ես ինձ եմ վիրավորում։ Արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի խոսքով, որքան էլ քեզ քո տպավորությամբ անարդարացի վիրավորեն, դրան վիրավորանքով պատասխանելը նշանակում է խորացնել ատելությունը, տարածել ու ծավալել այն ինչպես քաղցկեղը իր մետաստազները։ Երբ լուցկիները հերթով այրվում են, մեկը մյուսին այրում, եւ մի լուցկին մի քայլ հետ է կանգնում։ Նա կանգնացնում է այդ հրդեհը։ Այ երևի թե ճիշտ է, որ դու քեզ համարես այդ մեկ լուցկին, որտեվ ընկնել ընդհանուր, սենց բանի մեջ ամենահեշտ գործն է։ Ռուբեն Բաբայանը կենտրոնում մարդն է, բանախոսությամբ մասնակցում է Աննա Հակոբյանի կրթարշավին, կարծում է լավ ծրագիր է։ Արդյոք նման ուրեմն ստատուսներով օժանդակում է այդ գաղափարի տարածմանը, թե հակառակ խոչընդոտում է։ Այսը շատ կարևոր է։ Ըստ ես կարծում եմ, որ այն արձագանքը, որը ոչ թե մոտիկ շրջապատն է ունենում, այլ հասարակությունը խոչընդոտում է իհարկե։ Հատկապես նրանք, որ իշխանական լծակներ կամ դերակատարում ունեն, պետք է կարողանան զսպել իրենց էմոցիաները, շեշտում է մտավորականը։ Հավելում, եթե քո արժեքային համակարգով պատրաստ չես վիրավորանքի, չես վիրավորի։ Արա ինչ որ պետք է անես եւ թող լինի ինչ որ կլինի։ Վարչապետական ընտանիքի վերաբերյալ հրապարակումները, որ զայրացրել են Աննա Հակոբյանին, վերաբերում են նրանց վերագրվող ունեցվածքին, Իմ քայլը հիմնադրամի ծախսերին, Արցախը հանձնելու մեղադրանքներ են նաև։ Հայաստանում ատելության խոսքը քրեականացված է, իսկ մարդը, որի պատիվը արժանապատվությունը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան վիրավորողի զրպարտողի դեմ։ Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք Աննա Հակոբյանը որևէ մեկի դեմ հայցադիմում չի ներկայացրել։ Արդյոք պատրաստվում է։ Այս հարցը գրավոր ենք ուղղել առաջին տիկնոջը, սպասում ենք պատասխանի։ Նախ ես տեղյակ չեմ, որ նման դատական հայց կամ որևիցե բան չկա, ես մասին տեղեկություններ չունեմ։ Լրագրողները խորհրդարանի խոսնակից հետաքրքրվել են իրավական երկրում վիրավորվածը պիտի դատարան չդիմի վիրավորական բառերի շարանի փոխարեն։ Ալեն Սիմոնյանը չգիտի դիմել են թե ոչ, բայց Աննա Հակոբյանի սոցցանցային վարքում խնդիր չի տեսնում։ Այսօրվա մեդիա դաշտի եւ սոցցանցերի այտենց բացի թողի իրավիճակում ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ, նաեւ հրապարակային մարդ ազատ է արձագանքել այն ձևով, ինչ ձևով որ ուզում է եւ կարծում եմ, որ այն համեմատականներ ինչ որ անցկացնելը անցյալի հետ կապված անտեղին են, որովհետեւ նախ եւ առաջ անցյալում որևիցե մեկի կնոջ, չեմ ասում երկրի ղեկավարի կնոջ, որևիցե մեկի կնոջ մասին մի լրագրողից սկսած իրենց տենց դուխով հիմա բլոգեր եւ քաղաքական գործիչ անվանող մարդկանցով վերջացած հələ փորձեին մի հատ մի տարեսկոմենկոմ բանան գրեին, այնքան կծեցեին, էշին քերի կասեր։ Քաղաքական վերնախավը պիտի նշաձող սահմանող լինի, բայց այդ ընտանիքը բարոյական ճգնաժամը խորացնելու գործում առաջին ջութակ է։ Սա ընդդիմադիր падգամավոր Լիլիթ Գալստյանի տեսակետն է, հիշեցնում է դեռ 2018-ին վարչապետ Փաշինյանի խոսքերը։ Հայաստանի Հանրապետությունում այո 3 միլիոն վարչապետ կա եւ պետք է այդպես էլ լինի։ Հիմա այդ վարչապետերից ոմանք ուրիշ բաներ են դարձել։ Սա խոսում է այս զույգի տրանսֆորմացիայի, բացասական տրանսֆորմացիայի մասին, սա խոսում
խոսում են նաև խորքային անկեղծության մասին, խորքային, որովհետև դա հենց այնպես չժայթեց, որովհետև եթե նրանք ինչ-որ մի շրջան կարողանում են խնամքով թաքցնել իրանց բուտ էությունը, հիմա մենք պատրված դիմակի պատկեր ունենք։ Մեզ կարծես թե մեղադրում են ակտիվ լինելու մեջ, հանրային լինելու մեջ։ Այս տարեսկզբին Փաշինյան Հակոբյան զույգն ընտանեկան փոդքասթերից մեկում անդրադառնում էին ինչն է հարիր ու ինչը ոչ իշխանական ընտանիքին։ Առիթը քննադատություններն էին, թե հեծանիվ են քշում ձվածեղանում։ Վարչապետը բացատրում էր իրենք ավտորիտար չեն, ժողովրդավար իշխանություն են։ Այն ժողովրդից հեռու չէ, շատ մոտիկ է, բաց է, թափանցիկ, իրենք մեկն են բոլորից։ Ամուսիններով այդ ժամանակ հումորով են անդրադառնում իրենց մասին հնչող, իրենց խոսքով լեգենդներին, հեքիաթներին, պայմանավորվում չփչացնել տրամադրությունը վատ բառերով։ Մի բան ասա, Կանադայում տունն ես, Այդ դրա մասին էի ասում։ Ճիշտը, մենակ ճիշտը ասա։ Դրցի, որ ես ավելի ուղիղ եւ իրենց անուններով կոչեմ այն ամենի մասին, ինչի մը դու ասացիր, կամ այն ամենի գրողների մասին, որոնց դու հիմա անդրադարձար։ Դե արի ես ուղղակի խնայենք մեզ եւ չփչացնենք մեր տրամադրությունը։ Դե արի խորհրդավոր նոտայով Եկող շաբաթվա վերջին կրթվելը նորաձև է շարժումը Աննա Հակոբյանի գլխավորությամբ կհասնի Վանաձոր։ Այսօր այս ժամի դրությամբ առաջին տիկինը 2 թարմ ու թունդ ստատուս է գրել։ Կրթարշավի հեշթեգերից սկսենք մեզնից է կիրառում, թե սովորենք միմյանցիցը։ Երեկ Երևանի կենտրոնում Բաղրամյան փողոցի հարևանությամբ խոշոր վթարի ու հաջորդած հրդեհի մասին տարածքը զգալի տուժել է, շենքերի մի մասն այսօր էլ դեռ հոսանքազրկված է, հալված մալուխները պետք է փոխարինվեն։ Ապես մի 80%-ով ապահովված է, մի 10-15%-ով է մնացել ապահովենք։ Մենք հարցեր բարձրացնելով որոշել ենք շենքի բնակիչներով հավաքվենք, դիմում գրենք, որ բողոքենք, որ այդ ճանապարհը փակեն, այդ շինարարության ճանապարհ չի էլի այստեղ։ Գիշեր-ցերեկ չեն կարող մարդիկ քնեն, հիվանդներ կան, երեխեք կան։ Այն գարաժի մեջով ճանապարհ կար, հիմա փակել են, առաջ բաց էր, հա։ Այն վերևով այն բանի փողոցի կողքից այդ ինչ են ասում ամերիկյան համալսարանի կողքով գալիս է այդ գարաժի մեջով իրենց գարաժն է փակեցին առաջ տենց էին գնում գալի մարդկանց վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնում բողոքես չբողոքես էլի գալի էլի նույն իրենց էշը քշում են ինչ պիտի անես Սկզբից լսեցի ոնց բախվեց մեքենան Այդ ինձ համար անծանոթ ձայն չէր։ Մի քանի անգամ այդ տենց դեպքերին ներկա եմ եղել, տանն եմ եղել։ Այդ ձայնը զգացի, որ այդ մետաղյա ճաղերին հարվածեց, դրանից հետո պայթյուն լսեցի։ Այնց ուժեղ էր, որ ամբողջ շենքը ցնցվեց։ Կրակը երևում էր, տղաները բոլորին բացարձակ իջացրեցին ներքև, տարան անվտանգ հատված այն դուրս, բակից դուրս։ Տարհանել են մարդկանց։ Բոլորին վախենում էին, հա դե բա ինչ անեին։ Ապակիները եւ այս կողմից եւ այս կողմից եւ նույնիսկ 5-րդ հարգում այդ նույն հատվածի նույն մասի ապակիները բոլորը ճաքած են եւ այդ օդափոխիչների արտաքին մակերեսները ամբողջը ձուլվել են։ Էլի փառքաստու որ ոչ մեկը չի մահացել, չի վնասվել, բայց մեքենաներ են, շատ մեքենաներ քանի հատ վնասվեցին։ Այս ճանապարհը այդպիսի խոշոր մեքենաների համար նախատեսված է։ Բոլորովին նախատեսված չի։ Դրա համար էլ շատ վտանգավոր բաներ են։ Այս վերջին անձրևներից հետևանքով ճանապարհը շատ է ոնց որ դեֆորմացվել, եթե ասենք նկատում եք, ստեղ նոր ասֆալտ են գցել, քարերն էլ մի փոքր sense տեղաշարժվել են։ Հնարավոր է, որ ասենք դրա պատճառով է լինել։
Ադրբեջանում 18 տարվա ազատազրկման է դատապարտվել երիտասարդ գիտնական Իգբալ Աբիլովը հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության և ազգային հողի վրա ատելություն սերմանելու փորձերի համար։ Աբիլովը հերքում է մեղադրանքները, պնդելով, որ միայն գիտական ուսումնասիրությամբ է զբաղվել։ Ծագումով Թալիշ Աբիլովն ազգագրագետ է, Ռիգայում գրանցված Թալիշի ազգային ակադեմիա գիտական կազմակերպության հիմնադիրն է։ Նրա գլխավորած կազմակերպությունը թողարկում է ամսագիր, որտեղ հրապարակվել են նաև հայ պատմաբան Գառնիկ Ասատրյանի հոդվածները։ Ադրբեջանի իշխանական մամուլը պնդում է, թե Աբիլովն իբր գաղտնի գործարքներ է ունեցել հայ մտավորականի հետ Skype-ի միջոցով։ Դոնալդ Թրամփը գոհ է Պուտինի հետ հեռախոսազրույցից Միացյալ Նահանգների նախագահը դրվատել է Ռուսաստանի առաջնորդին, թե նա խաղաղություն է ցանկանում։ Պուտինն էլ իր հերթին շտապել է ասել, որ անգամ խաղաղության համաձայնագրի նախագիծ ունեն։ Միայն թե դրան ծանոթ չէ հասցեատերը Ուկրաինան, նախագահ Զելենսկին չի հավատում, որ Կրեմլում մտադիր են պատերազմն ավարտել։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից մեկ օր անց Եվրոպական միությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական 17-րդ փաթեթը։ Եվրոպական միությունն այս քայլով ցույց է տալիս, որ դժգոհ է բանակցություններում առաջընթացի բացակայությունից և շարունակում է Ռուսաստանի վրա ճնշումը նոր պատժամիջոցներով, որոնք թիրախավորում են ռուսական ստվերային նավատորմի ևս 189 նավի։ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է, որ պատրաստում են հաջորդ ավելի խիստ պատժամիջոցների փաթեթը, որպեսզի Մոսկվային ստիպեն հրադադար հաստատել Ուկրաինայում, ընդ որում առանց նախապայմանների։ Մենք համաձայնեցինք, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի դրան, ինչպես տեսակ 3, ապա մենք ավելի մեծ ճնշում կգործադրենք։ Որպեսզի Ռուսաստանին ստիպենք, որ ևս խաղաղություն ցանկանա, պետք է ավելի շատ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա։ Մեծ Բրիտանիան ևս այսօր նոր պատժամիջոցներ է ընդունել, որոնք թիրախավորում են Ռուսաստանի ռազմական, էներգետիկ և ֆինանսական ոլորտները, նաև 20 ֆիզիկական անձի։ Մինչդեռ Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը ավելի լավատես էր։ Նա հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես կսկսեն հրադադար հաստատելու և պատերազմն ավարտելու ուղղությամբ բանակցությունները։ Միացյալ Նահանգների նախագահը սոցցանցում գրել էր, կողմերը կբանակցեն նաև հրադադարի պայմանները, քանզի նրանք են ամենալավը տեղյակ բանակցություններին։ Ավելի ուշ Սպիտակ տանն էլ ասել է, թե հավատում է, որ Պուտինը ցանկանում է խաղաղություն հաստատել։ Կարծում եմ, որ Պուտինը ցանկանում է դա անել։ Եթե մտածեի, որ նախագահ Պուտինը չի ուզում ավարտել այս պատերազմը, նույնիսկ չէի խոսի դրա մասին։ Վլադիմիր Պուտինն իր հերթին ասել է, որ Մոսկվան համաձայնել է աշխատել Կիևի հետ խաղաղության համաձայնագրի մասին հուշագրի շուրջ, որը կներառի կարգավորման սկզբունքները, ժամկետները, ներառյալ որոշակի ժամանակով հրադադարը, եթե ձեռք բերվի նման համաձայնություն։ Պուտինը շեշտել է, որ Մոսկվայի դիրքորոշումը պարզ է, գլխավորը հակամարտության առաջացման պատճառները վերացնելն է։ Հարցն իհարկե այն է, որ ռուսական և ուկրաինական կողմերը ցուցաբերեն խաղաղության հասնելու առավելագույն ցանկություն և գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին։ Մեզ համար գլխավորն այս ճգնաժամի հիմնական պատճառները վերացնելն է։ Ուկրաինայի նախագահն իր հերթին ասել է, որ դեռ ծանոթ չէ խաղաղության համաձայնագրի մանրամասներին, որի մասին խոսել է Պուտինը։ Վլադիմիր Զելենսկին նշել է, եթե Պուտինը չդադարեցնի պատերազմը, չհրաժարվի անիրատեսական պահանջներից, ապա կնշանակի, որ ժամանակ է ձգում։ Հետևաբար պետք է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառվեն։ Զելենսկին նաև բացառել է ուկրաինական զորքի դուրսբերումը Ուկրաինայի այն տարածքներից, որոնք Ռուսաստանն իրենն է համարում։ Եթե Ռուսաստանը պայմաններ է առաջ քաշում մեր զորքերը մեր սեփական հողերից դուրս բերելու համար, դա նշանակում է, որ չի ցանկանում հրադադար, չի ցանկանում, որ պատերազմն ավարտվի։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ Մոսկվան Կիևին կառաջարկի աշխատել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա, ընդ որում ուկրաինական կողմը պետք է հասկանա, որ խաղաղության հնարավոր չի լինի հասնել առանց հակամարտության առաջացման հիմնական պատճառները վերացնելու։ Հիմա գնդակ Ուկրաինայի դաշտում է, ասել է Մարիա Զախարովան։ Քաղաքագետ Իվան Պրիաբրաժենսկին Ազատության նստաշե Եվրեմիա հեռուստաալիքին ասել է, որ Պուտինը հստակ նպատակ ունի շարունակել պատերազմը, իսկ այն, որ կրկին խոսում է կոնֆլիկտի առաջացման պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին, վկայում է, որ բանակցություններում առաջընթաց չկա։ Ըստ քաղաքագետի, Թրամփն ու Պուտինը կարող են խոսել շատ թեմաներից եւ ակնհայտորեն քննարկել են նաեւ տնտեսական հարցեր։ Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա դատելով ամենից, Պուտինն ասել է, որ Ռուսաստանը ինքը կվարի բանակցությունները եւ դրանով ամեն ինչ սահմանափակվում է։ Իսկ Թրամփը միանգամայն ուրախ է հետ քաշվել եւ ձևացնել, թե արել է այն, ինչ կարող էր։
Ինչ են մտածում ուկրաինացիները Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին։ Կիևի բնակիչ Սվետլանա Կուզն ասում է, որ այս բանակցությունները շահավետ են միայն Ռուսաստանի համար, քանզի Մոսկվան պարզապես ժամանակ է ձգում։ Ըստ նրա Թրամփը պետք է ավելի արդյունավետ գործի եւ կոնկրետ քայլեր անի։ Такою людиною, як Путін, Պուտինի նման մարդը միայն ուժի լեզուն է հասկանում։ Նրա նկատմամբ միայն կոնկրետ գործողությունները, կոշտ պատժամիջոցները կարող են հանգեցնել որոշակի արդյունքի։ ці жорсткі можуть привести до якогось результату. Իրինա Հավրիլովան էլ ասում է, որ Ուկրաինան ոչինչ չի շահում այս հեռախոսազրույցներից, քանզի բանակցում է թույլ դիրքերից։ Ці всі дзвінки, ці всі перемовини. Այս բոլոր հեռախոսազրույցները, բանակցությունները անիմաստ են։ Ուկրաինան թույլ դիրքերում է, շատ թույլ, եւ չի հաղթի։ Ու որքան երկար տևի պատերազմը, այնքան ավելի շատ բան կկորցնենք։ Більше ми втратимо. Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածել միմյանց։ Խերսոնում ռուսական անօթաչուն հարվածել է ավտոբուսի, կա 5 վիրավոր։ Օրվա մյուս լուրերը ազատություն.am կայքում բաժանորդագրվեք նաև մեր էջերին սոցիալական ցանցերում կհանդիպենք։